Դուք 18 թվականին ասացիք մերժիր Սերժ Սարգսյանի սահմանադրությունը, եկաք իշխանության, բայց հետո զգացիք, որ այդ սահմանադրությունը ձեզ համար լավն է։ Ձեր իրավունքն է լավ կամ վատը համարել։ Տվեցինք ձեզ պատրաստի նախագիծ, որը 14 թվականին պարտակվել էր։ Այդ պարտակված նախագիծը դուք պարտավոր եք քննարկել։ Պատկերացրեք, երևի մարդկության պատմության մեջ էլ քիչ կարող է լինել դեպքեր, երբ քաղաքական ուժը հանգիստ, համբերատարությամբ 9 անգամ իրար հետևից տալիս է նույն, գրեթե նույն բովանդակությամբ ուղերձ, բայց ամենակարևոր հարցի մասին, սահմանադրության մասին։ Ժողովրդին ոտքի էիք անել մերժիր Սերժի սահմանադրությունը կարգախոսով, ժողովուրդը ձեզ աջակցել է, հետո հասել եք այն փուլին, որ դուք կարող եք այդ սխալ ուղղել, նույնիսկ առաջին նախագահը ձեզ կոչ է անում անմիջապես չեղարկել գործող սահմանադրությունը, բայց դուք ձեր դուխով կամ չգիտեմ ինչով արհամարում անտեսում եք, ինքներդ ձեզ եք անտեսում։ Մոտավորապես նման է նրան, որ այսօր ասում է մենք հերոսաբար հրաժարվեցինք Արցախից եւ հայրենասիրությունից ընդհանրապես։ Դա կարող է ամեն մարդ ասել, բայց ոչ են տկարամիտը կամ ոչ են պիղծը, որը ասել էր Արցախ Հայաստան է եւ վերջ։ Դու ինքդ քեզնից ես հրաժարվել, ոչ թե քեզ պարտադրված, տեսեք ինչ է ասում։ Մեզ պարտադրված հայրենասիրությունից։ Այ աշխարհի մեծագույն տկարամիտ, մեծ բայց տկարամիտ։ Ամերիկայի պես երկիրը ֆիլմ է արտադրում հայրենասեր անունով։ Ամբողջ աշխարհը հայրենասիրությունը կապում է Աստվածաշնչյան պատվիր ծնողներիդ գաղափարի հետ։ Դու գալիս ասում ես մեզ պարտադրված հայրենասիրություն։ Այո, քեզ Ալիևը պարտադրեց, որ հայրենասիրությունը սխալ համարես։ Քեզ պարտադրեց, բայց այս ժողովուրդը առաջնորդվում է եւ առաջնորդվել եւ կշարունակի առաջնորդվել իր հայրերից ստացած սկզբունքներով։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։